Չէ, իհարկե ոչ մի երաշխիք կարող է չգործել, եթե մենք աննորմալության հետ կանխավարկած է, որ կարող ենք մեծամասամբ վերագրել գործող իշխանությունների, դրանով շարժվում ենք, բայց այստեղ մենք ունենք մեկ այլ կարևոր բան, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն այս նորմի իրավակ իրար տեսակեցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիք ստանձնել է որպես պարտավորություն, երբ որ ինքը դիմում է, ստանում է, այլ նաև մենք ունենք պրակտիկա, երբ որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները անպայմանորեն արտացոլվել են։ Եվ մի մոռացեք, որ ի վերջո արդեն այս դեպքում խոսքը գնում են գնահատականների մասին, որտեղ խոսքի նաև սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական նվազագույն գոնե որակների մասին։ Կարծում եմ հենց իրենց անձին է վերաբերում, իրենք մի քիչ սպասով զուսպ են ավելի։ Ես եթե թույլ տաք, իհարկե երաշխիքներ չկա եւ Հայաստանը ինքը պիտի որոշի, թե որ ճանապարհով է գնում։ Ընդ որում այդ որոշման ազատությունը նաև ենթադրում է, որ օրինակ Հայաստանը կարող է որոշել, չէ, մնա բելարուսական ստանդարտի մեջ, ավելի բարձր ստանդարտով Բելարուսից էլ բարձր եւ սկսի օրենսդրությունը համապատասխանեցնել օրինակ Բելարուսիայի ուրեմն օրենսդրության հետ այդ ստանդարտները վերցնի, ունիֆիկացնի, էլի։ Էդ էլ է տարբերակ իհարկե, չեմ բացառում։ Մի բան էլ ավելացնեմ, մի պատիվ նաև մարդու իրավունքների պաշտպանի, ինքն էլ էր այս դիմումը, երբ որ մենք ներկայացնում էինք, իր կարծիքն էլ էր համընկնում մեր կարծիքի հետ, այդ մասով առնվազն։ Ինքը չի հրապարակել իր կարծիքը ներկայացված է դատարանում, սահմանադրական դատարան, որի վերաբերյալ մենք ես որպես մասնավորապես կողմի ներկայացուցիչ ունեմ նաև այդ կարծիքը։ Ամենամեծ միջազգային հետևանքը նա է, որ ՄԻԵԴ-ի մեխանիզմը կա, մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ որ մենք մտնում ենք եւ ստանում ենք գործեր։ Երկրորդը միջազգային տեսակետից Հայաստանի վերաբերյալ նաև ԵԽԽՎ-ի արձագանքը կարող է լինել, որտեղ հավաքների ազատությունը այնուամենայնիվ միջազգային մակարդակում ընկալվում է որպես շատ բարձր ստանդարտներին համապատասխանող իրավունքի իրացում։ Հետևաբար այդ տեսակետից կա շանսը ավելի մեծ է, որ կբավարարեն կամ հաշվի կառնեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, քան թե հակառակը։ Ես հարցնոր քաղաքապետարների հետ կապված ունեք հստակ դիրք այս բաժնետության քանի քաղաքապետարներ ունեն, եւ այս վերջակի համագործակցությունների մասին։ Տեսեք, եթե մենք խոսենք առհասարակ այս իշխանության ժամանակահատվածում քաղաքական հետապնդումների, դրա շրջանակներում իրականացված ձերբակալություններ, կալանավորումներ, դատապարտումներ եւ այս վերջին շրջանում, այսինքն փաստացի մարդիկ, ովքեր որ այս պահին անազատության մեջ են։ Դա թե մեր սրբազաներն են, թե բազմաթիվ 17 արդարների գործի շրջանակներում անազատության մեջ գտնվողներն են, թե վերջերս երկու փաստաբան, այո, խայտառակություն, այսինքն փաստաբանների նկատմամբ այս այլանդակ վերաբերմունքը ուղղակի այլևս որևէ տեղ չի թողում, էլի որ նույն չափանիշներին համապատասխան շատ ակնհայտ է։ Եվ նաև ինչու՞ չէ Գյումրիի դեպքերով, որ ասես տոտալ կալանքներ են տրվում, շատ հստակ քաղաքական բանտարկյալի կարգավիճակին բխող համապատասխանող անազատության դեպքեր են։ Իսկ առհասարակ քաղաքական հետապնդումները, որոնք որ իրականացվում են, կամ Սամվել Կարապետյանի գործով, քաղաքական դրդապատճառով հետապնդումները շատ ավելի մեծ թիվ են կազմում։ Եթե այսօր մենք կարող ենք խոսել շուրջ 4 տասնյակի մասին, որ այսօր փաստացի կան, ապա քաղաքական հետապնդումների մասով 100-ից անցնում է։ Մենք հիմա նաև այդ աշխատանքներն էլ ենք իրականացնում, որպեսզի ունենանք Ավուր պատշաճի քաղաքական բոլոր հնարավոր հետապնդումների մասով, նաև գործի ելքերի մասով էլ պայմանավորված էլի, որտեղ հիմա ասենք լավ, եթե մեկ ամիս առաջ կար քաղաքական դրդապատճառով կալանավորված մարդ, որը իմ ազատության մեջ է, կամ
որոշակի ձևով ազատության մեջ է, ընտրվել է խափանման այլ միջոց, արդյոք դադարեցինք քաղաքական դրդապատճառով հետապնդման ենթարկված լինելու ոչ։ Ուզում եմ ասել, այս ծավալն էլ շատ մեծ է, բայց փաստացի անազատության մեջ գտնվողների մասով ակնհայտ է, որ անցնում է 4 տասնյակ։ Ամենաթարմ քաղբանտարկյալը, ամենանոր քաղբանտարկյալը ակնհայտորեն մեր գործընկեր փաստաբան Ռուբեն Մխիթարյանն է ու կրկին թեման առնչվում է հավաքների ազատությանը։ Անձը լինելով ծնունդով գյումրեցի, տեսնում է, որ քաղաքում տեղի է ունենում իրարանցում, գործողությունների իրավական գնահատականը վստահ եմ օրերից մի օր իրավաչափ գնահատական կտրվի։ Ռուբեն Մխիթարյանը որպես այդ քաղաքի բնակիչ, որպես սրտացավ քաղաքացի, եթե անգամ այդ հանգամանքները չլինեն, քաղաքացին իրացնում է իր հավաքների մասնակցելու սահմանադրական ազատությունը, ընդ որում Ռուբենը հավաքներին մասնակցում էր ոչ թե որպես ուղղակի հավաքի մասնակից, այլ իրավապաշտպան, որովհետև ակնհայտ էր, որ ոստիկանությունը առերևույթ անհամաչափ բիրտ ուժ է կիրառում հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ փաստաբանի այդ թվում եւ մասնագիտական կոչումը ուղղված է հենց անձանց իրավունքների պաշտպանությանը։ Ձեռքերը վեր պարզած քաղաքացին հավաքին մասնակցած ձեռքերը վեր պարզած որևիցե արտահայտություն, վիրավորական կոչ, հակաիրավական կոչ չհնչեցրած անձը 2 ամսով կալանավորված է։ Փաստաբան անձ, ով հավաքի ժամանակ իրավապաշտպան գործունեություն էր իրականացնում ու կրկին հավաքների թեմայով։ Այսինքն հավաքների ազատությունը, դրա սահմանափակումները իշխանության համար դարձել են հստակ եւ հեշտ ու արագ գործիք բոլոր տեսական, քաղաքական եւ իրավական օպոնենտներին մեկուսացնելու համար։ Ալեքսանդր Քոչուբաևի պայմանն է պարագայում գրառման համար, կարծիք արտահայտելու համար։ Այն էլ իրականացված մեթոդն էլ է այլանդակություն։ Սա խոշտանգման ակնհայտ դրսևորումներ են։ Այսինքն այն նաև մեթոդները, որոնք կիրառվում են քաղաքական հետապնդում ենթարկված անձանց ազատությունից զրկելու փաստացի process-ի մասով, իրենք խոշտանգման տարեր են պարունակում, հələ վերցեք բոլոր դեպքերը։ Բոլոր։ Չկա դες մի դեպք, որ այդ խոշտանգման տարը չլինի։ Անկամ եթե ձեզ թվում է, որ մարդը հանգիստ իբր ձեռներն ընկած տանում են բան, մեկ էլ սկսում են վիզը սեղմել, ստորացման ուղղված գործողություններ իրական, դրանք բոլորը խոշտանգման տարեր են։ Եվ շատ ակնհայտ է, որ այս իդեպ քաղաքականը թե չէ, շատ հստակ չափանիշը նաև նա է, թե արդյոք համանման վերաբերմունք է նույն արարքի համար։ Երեք ազգային ժողովում, երբ որ այս թեմայով խոսում ենք, որ ասում են, տեսեք, ԿՊ իշխանականների կողմից լիքը մարդիկ կան, էլի որ կոռուպցիոն հանցագործությունների մասով անցնում են եւ այլն, բայց չգիտես ինչի շատ կուլտուրական ծանոթում են ուղարկում այդ մարդկանց, հրավիրում են, հարցաքննություն են անում, մի հատ խափանման միջոց են ընտրում ոչ կալանք, կամ եթե կալանք ընտրում են շատ արագ 2 օրվա ընթացքում վերացնում են այդ կալանքը, փոխում են այլ խափանման միջոցի, կամ ծայրահեղ դեպքում Շմայիսի ասած կուլտուրական ներխուժում է տեղի ունենում։ Իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեսեք ինչ են անում։ Սա քաղաքական հետապնդման չափանիշի շատ հստակ օրինակ է, որ ամրագրված է։ Եթե թույլ տաք մի կարճ նաև ռեմարկ էս առումով, այ նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած տարբեր քաղաքական ուրեմն process-ների ժամանակ էլի հարուցվել են զանգվածային անկարգություններով համապատասխան գործեր, որոնց վերաբերյալ վերջին տարիներին եղավ Միեդի վճիռներ, Ջանգիրյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործերով, որում Մարդույանքների Եվրոպական դատանը հերթական անգամ արձանագրեց ի թիվս Ադրբեջանի, Ռուսաստանի դեմ գործերի, որ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա անձին ուրեմն ազատությունից զրկելը զանգվածային անկարգությունների այդ համատեքստում նպատակահետապնդում սառը ցնցուղի էֆեկտ ապահովել, մարդկանց վախեցնել մասնակցելու հավաքների եւ զրկում անձանց ուրեմն բանից, իրենց ազատության իրավունքից մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Վերջին տարիներին տեղի ունեցած բազմամարդ հավաքներին հարուցված զանգվածային անկարգություններին, որից բացառություն չի նաեւ Գյումրու դեպքը, 90% դեպքերում անձանց մեղադրանքներ են ներկայացվում եւ խափանման միջոցների միջնորդություններ են ներկայացվում կալանքի մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այս էլ ասեմ եւ նաեւ քաղաքապետարներից խոսքը գնաց, առիթը օգտագործելով
Ես բոլոր հարթակներում եմ դա անում, նամանավանդ պարոն Մինասյանն էլ ազգային ժողովի պատգամավոր է, մենք էլ դաշնակցության գրասենյակում ենք, ես եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, Հայաստանի ապագայով ուրեմն ցավացող, հետաքրքրված եւ մտահոգ ուժերին քաղաքական բանտարկյալների հարցում իրենց պայքարը եւ իրենց ջանքերը մեկտեղ հնարավորինս մեկ հարթակի միջոցով ընդհանուր ճակատով պայքարել, որովհետև դա միայն փաստաբանների գործը չի, համել ինչպես տեսնում եք, արդեն փաստաբաններն են կալանավոր։ Որոնք փաստաբաններն են քաղբանտարկյալ դառնում, էլի ոչ թե որպես նաև լավ ավարտ ասեմ, լավ ավարտ մի քիչ բաներ, զարգացնելով այս թեզը, առաջիկայում նաև խորհրդարանում լինելու այս թեմայով մեր նախաձեռնությամբ լսումներ, որտեղ դուք էլ կմասնակցեք եւ նաև մեր իրավապաշտպան հանրությունն էլ կմասնակցի եւ մենք նաև կձևակերպենք շատ հստակ բանաձևեր, գործողություններ, պահանջներ, ու ասեմ նաև, որ երեք ԵԽՎ գլխավոր քարտուղարն էլ այցելել մեր խմբակցություն եւ իրեն էլ է ներկայացվել այս ամենը։ Թերևս այսքան։ Շնորհակալություն։ Մենք այդ նմանատիպ հարց չենք քննարկել, մենք հիմա ունենք Հայաստան դաշինքը արդյունավետ աշխատում է մեր գնահատմամբ, չունենք որևէ այլ դաշինք ձևավորելու առնվազն գոնե հիմա, նման մոտեցում, ձգտում եւ այլն, ինչ վերաբերում է հավաքներին մասնակցելուն, հականիկոլ ցանկացած հավաքի գործողության մենք միշտ պատրաստ ենք, աջակցել ենք, մասնակցելու ենք, մինչև հասնենք մեր այդ գլխավոր նպատակին։ Հայաստանը Նիկոլա Զերցենք։